Բուկի ասել, ընկերություն անել Միացյալ Նահանգների հետ դա վտանգավոր է, իսկ նրա պաշտպանության տակ անցնելը դա մահացու։ Այդ դու հայ ժողովրդի եւ հայ ժողովրդին ասում։ Հիմա գալիս ենք հայ ժողովրդին, թե ես փորձագետների երեք հանդիպեցի, որ չարախնդում էին եւ նաեւ հեգնում էին այն մարդկանց, ովքեր որ այս ամեն ինչը շատ ծանր էին տանում եւ Մահա Խամենեյնի, խնդրում եմ դրա մասին խոսել, ընդհանրապես Իրանի այս իշխանության փլուզումը, կործանումը, մասնատումը ինչի կարող է բերել եւ ինչ հետևանքներ կունենան մեզ համար հատկապես։ Ես չեմ ուզում հավատալ, որ Իրանը կմասնատվի, որտեվ եթե Իդեպ ասում եմ, որ Միացյալ Նահանգները ինքն է շահագրգռված չի, որտեվ այս դեպքում իհարկե ես համակարգ են առաջանալու, ինքը ավելի շատ կգերադասեր մի իշխանություն, որ պարզապես այո, կամակատար եւ վերջ։ Մասնատում ոչնչացում ձեռքը տալիս Իսրայելին, այստեղ շահերի հակադրություն կա ԱՄՆ-ի եւ Իսրայելի, հա։ Իրանի ճակատագրի հետ կապված։ Եթե Աստված մի արածի մասնատվի, ես չգիտեմ, այս օրինակ ինչը կխանգարի։ Ես կխնդրեի գնահատեիք էլի, որ նաև մեր հանրությանը հասցնել թե մեր նորանկախ 30 տարվա հանրապետությունը ինչ հարաբերություն է ունեցել Իրանի իսլամ, այո, ինչ հարաբերություններ եւ ինչ է տվել մեզ եւ ինչ պատերազմի ժամանակ չարախնդալ, որ ինչ լավ է որ սպանեցին Առաջին պատերազմի ժամանակ ես կարծում եմ մեր հաղթանակի մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը վական ներկայանալի չափ ունի։ Շատ փակագծեր չբացեմ վառելիք չունեինք, գեյներին ողջ և դիակները վառելիքով էինք փոխարինում, բանակցությունների ժամանակ չունենք վառելիք։ Իսկ եթե վառելիք չկա, տրանսպորտային միջոց չի շարժվում, զրահատեխնիկան չի շարժվում, չէ՞։ Ամենատարրական բանն եմ ասում։ Եվ ոտքով ինչքան կարող ես գնալ։ Այդպես էր գին կար։ Մի դիակը այսքան լիտր էր, մի ողջ գեյին այսքան լիտր էր, այդպես է։ Բայց մեր այդ վառելիքի բացի մեջ փակելը առույցի բաժին ունեցավ Իրանը այն ժամանակ։ Ես հիշում եմ Իսլամական պետությունների կոնֆերանսի ժամանակ 92 թվականն էր։ Կարծեմ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ։ Էրբիլ քաղաքի ուրեմն Միացյալ Նահանգների դեսպանատունը ոչ ավիրեցին։ Էրբիլում։ Այո։ Այդ Իրաքյան Քրդստանն է Էրբիլում։ Եվ զինվորական բազան նաև Բահրեյնում։ Ուրեմն ես ասեմ հայտարարում էր այն ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդներ Այաթոլլա Խոմեյնին, որտեղ հրապարակավ ասում էր, որ իրենց հավատակից եղբայրների Ադրբեջանի մասներ, հա, պետք է օգնել, սատարել, որ նրա թշնամիների դեմ պայքարող կռվող ցանկացած այլ պետություն եթե իրենց երկրի քաղաքացիներ օգնում են քրեորեն ոչ միայն քրեորեն կպատժվեն, այլև իսլամի շարիաթի օրենքներով։ Այդպես լսում եմ, մեքենայով գնում ենք, խումբը գնում էր Արցախ։ Մեկ էլ նայում ենք իրանական բենզավոզները մտնում են Հայաստանի Հանրապետություն ու Արցախ։ Այսպես է լինում։ Պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն այնտեղ մի բան ասում, բայց գործնականում քեզ գետնի վրա օգնել է։ Իհարկե, Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է եղել եւ կա եւ կլինի։ Եվ մենք այդ ժողովրդի հետ անհիշելի ժամանակներից եւ եղբայրություն ենք արել եւ Բաբելոն ենք ավերել իդեպ։ Չէ՞ դա, բայց ես շատ հեռու չգնամ, որտեղ ինչ հրաշալի պատմական մենք լուրջ կապեր ունենք։ Պայմանագրեր, իսկ կենսական նշանակության մի շարք հարցեր։ Ոնց Իրանը մեզ համար մեծագույն շուկա է, նախ սկսենք սրանից։ Իրանում հայությունը բավականին ծանրակշիռ դերակատարում ունի եւ բավականին արժեվորված է։ Երկուս Իրանով մենք դուրս ենք գալիս հյուսիս-հարավի ճանապարհներից մեկը Ռուսաստան, Վրաստան, Հայաստան դուրս է գալիս Իրան։ Մի ճանապարհը մեզնով է գնում։ Իսկ տրանզիտ լրջագույն ճանապարհը։ Մենք դառնում ենք Իրանի համար Ռուսաստան դեպի Եվրոպա ճանապարհներից մեկը։ Իհարկե Իրանը մեզ համար ոչ միայն գոյութենական վտանգ չի սպառնում, ինչպես Թուրքիայից եւ Ադրբեջանից, այլև երկիրը, որի միջոցով մենք դուրս ենք գալիս Հնդկաստան, երկիրը, որի միջոցով արաբական աշխարհ, երկիրը, որի միջոցով Աֆրիկա ենք դուրս գալու, երկիրը, որ ունի հսկայական շուկա, երկիրը, որտեղ հայկական եկեղեցիները անհիշելի ժամանակներից 4-5-րդ դար կառուցվել են, մինչև հիմա պահպանում են պետության, մեր համայնքը բավականին ամուր է,
ուզում եմ ասել, որ Իրանը մեզ համար համար մակերեսային բան ընկալում կա, ես հիշում եմ Սիրիայում, երբ որ Ասադին հեռացնում էին, այստեղ մեր հայրենակիցները կային, որ Սիրիայից եկել հաստատվել էին, ոգևորված, ուրախ, ես զարմացած ասում, ինչի վրա եք, որ Ասադին վերջապես գծեցին, ասում եմ, դե ծանր էր պայմանները, սոցիալական վիճակը, ասեմ, դուք հասկանում եք, բայց ով է գալիս։ Ընդամենը 2 օր առաջ տեսա ասում եմ ոնց եք ասում եմ ինչ ոնց մենք մարդասպան բանի հետ գործ ունենք եւ չգիտեմ որտեղ ինչ կլինի հիմա այսպես ինչ որ բան ոգևորություն կա որ լավ է որ Իրանում հեսա չգիտեմ փոխվելու է դառնալու է դեմոկրատական մոտավորապես բան էլի մեծ Բրիտանիայի նման մի հատ երկիր է դառնալու մենք էլ ուրիշ տեղ չգնանք գնանք այդտեղ sense բան ոգևորությունն է որ լավ է Խամենեին սպանել են եւ մեզ լսողներին մի կարեւոր բան կան աշխարհում ուժեր եւ այդ ուժերը վերացական չեն որ ամեն ինչ անում են որ հայկական տարը հայ էթնոսը, որը բավականին կայացված է մերձավոր արևելյան երկրներում եւ արաբական աշխարհում եւ Իրանում դուրս մղվի։ Ինչու որտեղ մենք այդ տարածքներում չենք ձուլվում։ Այդ տարածքներում այդ ժողովուրդները մեզ ընդունում են, այդ տարածքներում մենք ունենք ազդեցություն տնտեսական, քաղաքական, մշակութային, խոսքս մերձավոր արևելքի եւ արաբական աշխարհում։ Կան աշխարհում ուժեր, որ ամեն ինչ անում են, որ մեզ այդ տարածքներից դուրս մղեն, որ հայը չլինի այդտեղ։ Հայը գնա Եվրոպա, Ամերիկա, ինչու, որտեղ Եվրոպա, Ամերիկա դա ձուլում է։ Իսլամը թույլ չի տալիս, որ մենք ձուլվենք։ Ուշադրություն դարձեք։ Հիմա բոլորը մենք գլխատում ենք։ Սիրիա, տեսեք ինչ են անում, Լիբանան։ Եվ հիմա Իրան, այո։ Այսինքն սա հենց այնպես ամենածաղկող եւ հայկականություն, հայկական ինքնությունը պահող համայնքներ են, հատկապես Լիբանանին, հատկապես Սիրիային եւ նաեւ Իրանին, այո։ Հիմա տեսեք ինչ են անում, այո։ Այսինքն այս ուժերը ինչ որ կարծում շահագրգիռ Իսրայելն ինքնություն էլի եկեղեցով կրթությամբ, դպրոցներով ամեն ինչից դարձեք Անժելա, ցեղասպանության հետևանքով դուրս եկածների ժառանգների ճշող մեծամասնությունը այն երկրներում էին, որը Թուրքիայի սահմանակից տարածքներ բերել, այսինքն այդ մարդկանց հայացքը միշտ դեպի Թուրքիա հետ գնալն էր, հասկանում եք դուք։ Իսկ հիմա մեզ պետք է Թուրքիայի հարակից այդ պետություններից, որտեղ հայկական տարը այլ պետություններում, հա, ընդ որում մենք երբ որ ուժեղանում ենք, այդ պետությունների քաղաքականության վրա նաև ազդում ենք, այդտեղի համայնքները։ Գիտեք, տեսեք, պարոն Նահապետյան, մի կարևոր բան ասեմ, այն որ թվում է թե արդեն իրենք ուրախ են Թուրքիան, Ադրբեջանը, դուք տեսեք ինչքան հեռահար իրենք պլաններ ու ծրագրեր ունեն, իրենք շատ լավ հասկանում են, չէ՞ որ մի օր ինչ որ բան կարող է փոխվել, եւ այդ ձեր ասած այդ ամեն ինչը առաջ գա։ Այդտեղ շատ ճիշտ բան ասեցիք, իզուր չի որ այդպես հեռու են եւ կարող է մի օր այդ հարցը առաջ գա, չէ՞։ Արևմտյան, այո, եւ այդ պետությունները Թուրքիա մեզ այդտեղից հանում են, եւ Թուրքիան է շատ լավ հասկանում է, որ պետք է դրանց հարցերը լուծի, այստեղ էլ ոչ մի Եվ այստեղ էլ ոչ մի հայ չմնա, որպեսզի այդ հարցը երբեք չբարձրանա։ Այն որ այս տավարի ցավը ասում է, որ մենք գնում ենք խաղաղության, ինչ է դատարկ թղթով իր կարկանդակ ասեմ պերաշկի, ձեթով պերաշկիով գնում է, մի հատ է դրեք։ Այս պատկերով, այս վիճակով ռմբահարում են այնքան ամոթանք ու բան բարձրացրեցին, որ նախ միջև արձագանք չի եղել եւ երկրորդ հաջորդ օրը նոր ինչ որ որոշումը անվտանգության խորհրդի հարևան երկիրը կրակի տակ, հրթիռների տակ, այնտեղ կուտակված ադրբեջանցիներ չգիտես ինչի մեջ ենք շաղախված, մի հատ էս բաներին նայեք, էլ էս պատկերը նայեք, ինչով են գնում էս բանին, այն որ ասում է հրթիռները բանով, պերաշկիով կտրեմ, մի ժամանակ պինցետով էր, չէ, ասում էր կորոնան պինցետով հարցը լուծեմ, հիմա այս մարդը ասում է հրթիռներից հարցը պերաշկիով լուծեմ։ Մենք այս ամեն ինչի մեջ ենք։ Կողքերը բողոքելու է, Անժելա, գիտեք խի։ Ինչու՞։ Նշանրեքի օրը ձետի հոտա վրից է գալու։ Երեքովանից միշտ ձետի հոտա գալի, հիմա նշանրեքի տորը կգա, հարսանիքի տորը կգա, այդ բանը, մարդ կա, որտես միշտ այդպիսին է, ներսով, դրսով, չգիտեմ, նկարագրով։ Ես հոգեկերտվածքի մասին եմ դու հրթիռները պերաշկիով, ես վիբրատորներով, իմ վիբրատորների։ Չէ, բայց ախորժակով է ուտում։ Հա, լավ ախորժակով ուտում է բանը։ Բայց շատ հետաքրքիր բան էր, ես խնդրում եմ ուշադրություն պարոն Նահապետյանի ասացի վրա, որ պատահական չի, փաստորեն իսկապես մեր համայնքի հարցը տեսեք լուծում են, այո, որովհետև չի բացառվում վաղը չէ մյուս օր այդ հարցը գա հրապարակ եւ օրակարգ եւ դրանք են պոտենցիալ օջախներն են։ Իմիջայլոց, այս հիմա այս միջանցքը որ տար, այստեղ բերեն, չգիտեմ ինչ տեղակային, չէր բացառում, չէ՞ որ հրթիռների տակ մենք էլ հայտնվեինք։ Իհարկե։
Բայց որ տենց ոտաբոբիկ տակլոր եթիմավարի գնում եք թուրքերի գիրկը ու Միացյալ Նահանգների գիրկը, հա, հիմա էլ ոգևորություն կա, թե սա է։ Իդեպ դուք ասեցիք, այս խոսքը գնաց նրան, որ Արևմտյան Հայաստանի հարցը կարող է մի օր, դա կարող է աշխարհաքաղաքական բան փոխվի եւ ոչ միայն մեզ պետք լինի։ Բայց այդ հարցի կլող սուբյեկտա պետք, հայությունը, այո, արաբական աշխարհում մեր ցավալի ավելքում կայացած այդ պետությունների վրա քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունեցող սուբյեկտա ինչպես այստեղի Հայաստանն է եւ հայությունը նաեւ այդ երկրների հիմա հասկանում եք այդ հայցան հիմա դուրս են դնում Բաքվից միջև վերջին հայը հանեցին ինչի արևմտյան Հայաստանից վերջին հային հանեցին ինչի Արցախից վերջին հային ինչի են պատրաստում Հայաստանում ոչ մի հայ չթողնեն լավ դրամ խելք ինչի համար է այս անտեն գլխի մեջ մի հատ ուղեղ կա որ 5 մետր առաջ մտածեք չէ ինչ պլան ունի Թուրքիան ինչ ծրագիր ունի որ այստեղ դի հայ չմնա չէ ինչի որտեղ մի օր կարող է օրակարգ փոխվի իմիջայլոց օրակարգ Ես եմ ասել օրակարգը ձևավորելու ենք մենք, թույլ չենք տալու, որ այդ օրակարգով վախեցնեն, սարսափեցնեն մեր ժողովրդին, որ 300,000 ադրբեջանցի է գալու, ուր է գնալու 500,000 Բաքվի հայերը, որ ջարդի են ենթարկվել, մազապուրս փախել են, ոչ մի բան իրենց հետ չեն վերցրել եւ ով է փոխհատուցելու եւ ով է տեր կանգնելու, որ վերադառնալ։ Մենք պիտի, պարոն Նահապետյան, օրակարգ բերենք այդ հարցը, 500,000 հայ Տկլոր, սոված, մազապուրց եղան, փախել են Կիրովաբադից, 30,000 Սումգայիթից, Կիրովաբադից, Շահումյանից, ուր են գնալու այդ հայերը, հա, ուր են գնալու այդ հայերը, են որ սենց բանով մի մասին, են ազգային նկարագիր ունեցող մի ժողովրդին վախեցրել, սարսափեցրել են 300,000 ադրբեջանցի ա գալու, այս ապուշներն էլ հրճված, դա ինչ ա եղել, են Թուրքի արյամբ Թուրքիա արունը իրանց մեջ մարդիկը դե մտածում են ինչ ա եղել կգան սենց չաղու բախտավոր կապրենք մի հատ սովետական միություն առնելու թույլ չեն տալու որտեղ բնաջնջեն էլի սովետական միությունը դեռ չէր փլուզվել ինչ արեցին Բաքվում մի քիչ թուլացել էր սովետական միությունը 88-89 թիվ ցեղասպանություն Բա հիմա չկա սովետական միություն Թրամփն է պահելու հա երևի հա այսպես ոնց որ հիմա Իրանին է հարվածում Թրամփն է պահելու բարև ձեզ ոնց որ բան ոնց էր ասել պատերազմի ժամանակ որ ընկերը վտանգավոր է Միացյալ Նահանգները լինել իսկ նրա պաշտպանության տակ անցնելը մահացու որտեղ մահացու բան է երբ որ դու անցնես իրանց պաշտպանության